Քիչ առաջ է։ Պարոն Սարգսյան, նախ օրվա խորհրդի հետ կապված եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի ուղերձի հետ կապված արդյոք արտացոլում էին իրական պատկերը, որն արկա է եղել այս ամբողջ ժամանակահատվածում։ Օրվա խորհուրդը մեր անցյալի խորհրդն է, ներկայի հիշողությունը եւ ապագայի պահանջատիրությունը, որից ածածվում է պատժի պահանջատիրությունը եւ կանխարգելումը հետագա ցեղասպանությունների օրենքից։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ուղերձին, Նիկոլ Փաշինյանի ուղերձին ես բոլորին վերաբերվել եմ շատ անլուրջ, պետականական, հայագործան, հետեւաբար վերջերս նույնիսկ չեմ էլ լսում ինչ ասել։ Երեկվանից ակտիվորեն քննադատում են նաև Ջայրո երկից առաջ ներգունեցած Թուրքիայի դրոշի այրման գործընթացը, ասում են, որ անթույլատրելի ու դատապարտելի արարք է։ Դե Նիկոլ Փաշինյանը սպասարկում է դա պատահական չի, սպասարկում է թուրքական շահերը եւ Հայաստանի Հանրապետության ապամոնդաժման ծրագիր է գործարկել, հետեւաբար կարող է դատապարտել ցանկացած հակաթուրքական եւ հակաադրբեջանական արարք, բայց երբևէ մենք չենք նկատի, որ դատապարտի արևմտյան Ադրբեջան թեզերը եւ հենց իր գործողություններով նպաստի, որպեսզի հայ հիշողության մեջ ջնջվի եղերնը, ջնջվի մեր պատմական հիշողությունը եւ մենք նույնիսկ չենք էլ լսել Նիկոլ Փաշինյանից, ես ամենայն դեպս չեմ լսել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջնորդանից եկեղեցու ապամոնտաժման դատապարտման որևէ խոսք։ Հետեւաբար Նիկոլ Փաշինյանի պարագայում նորմալ է։ Դատապարտման հարց չենք լսել, դա է։ Որևէ դատապարտում իրականացնելու է, թե ոչ։ Շատ լավ։ Նիկոլ Փաշինյանը հետևաբար եւս մեկ անգամ հիմնավորում է ձեր ասածը, որ սպասարկում է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական շահեր։ Այսօրվա թուրքամետ իշխանության շարունակ կառավարումը, եթե հունիսի 7-ին շարունակեն իրենք ընտրվել եւ կառավարեն, արդյոք մենք ապրիլի 24-ը միգուցե լրիվ կորցնենք այս կոթողը նույնպես եւ միգուցե ապրիլի 24-ը արդեն վերափոխվի այլ անվամբ եւ լիովին ջնջվի մեր ցեղասպանություն բառը մեր պատմության միջից։ Չեմ կարծում, որովհետեւ մենք եւ դուք միասին թույլ չենք տա, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը որտեղ կլինի եւ ինչ գործողություններով հանդես կգա, հայ ինքնության պահպանման, հետագա ցեղասպանության ճանաչման, ցեղասպանության դատապարտման եւ պատժի ենթարկման քաղաքականությունը իսկական էթնիկ հայերով ենք շարունակելու։ Պարոն Սարգսյան, ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակում ձեր կուսակցությունից մարդիկ կան։ Իհարկե։ Դուք ինչու չկաք։ Ես չեմ ցանկանում լինել, որովհետեւ ես գործունեություն չեմ ծավալել պատգամավորական մանդատ ստանալու համար։